Այո, Փառք Աստծուն, շնորհակալ եմ Տեր, որ դու խոսում և բացում ես բաները, որոնք չենք տեսել Տեր։ Այս խոսքը, որ դու ես տվել Տեր, թող քո զորությամբ էլ արձակվի Տեր իմ միջոցով, Սուրբ Հոգու զորությամբ։ Այն հոգու, որ ինքն է համոզում, այն հոգու, որ ինքն է խոսքի միջոցով փոխում և ավելի կատարյալ դարձնում քո եկեղեցին։ Հիսուս Քրիստոսի անունով։ Այո, Փառք Աստծուն։ Այսօր ուզում եմ խոսիլ, ավելի ճիշտ վերնակիրը դրած եմ, թող փարիսեցիությունդ և դարձիր աշակերտ։ Մենք շատ, երբ որ կգարթանք Աստվածաշունչը, շատ կլսենք և շատ գարթացած ենք փարիսեցիներու մասին։ Եվ ընդհանրապես փարիսեցիները շատ բացասական գերբար են Աստվածաշունչի մեջ։ Բայց ովքեր են փարիսեցիները և ինչու բացասական գերբար են, շատ չենք հասկնալ, որ թե ինչու իրենց վրա Հիսուս այդքան փարգացած էր։ Բայց մարդուն հասկնալու, մարդուն ճանչնալու համար իր խոսքերը, իր հարցուցած հարցումներեն կհասկնաս, թե այդ մարդը ինչ տեսակի մարդ էր և ով էր, և ինչու էր, որ այդ հարցումները այդքան անգեղծ հարցումներ չէին։ Ադոր համար, երբ որ հիմա քննենք փարիսեցիները ովքեր են, մենք ալ մեր մեջը քննենք, արդյոք մեր մեջ խառնված է փարիսեցիական խմոր կամ ոչ։ Ամեն։ Առաջին բանը, որ գուզեմ որ գարթալ, դա Մատթեոս 9:11-ն է։ Փարիսեցիները տեսնելով նրա աշակերտներին ասացին. «Ինչու է ձեր վարդապետը մաքսավորների ու մեղավորների հետ ուտում»։ Այսինքն, այս հարցում մենք կտեսնանք, որ իրենք նեղված էին, որ Հիսուս մեղավորներուն հետ էր։ Երբ որ Հիսուս քնած մեղավորներուն հետ նստեցավ, մաքսավորներուն հետ նստեցավ, ինչ ըսել է նստիլ։ Այսինքն բադիվ տվալ, հանդիպում ունեցավ, այսինքն բարձրացուց այդ մեղավորին, բայց փարիսեցիները ատկե քաշվեցան։ Մեզ շատ ժամանակ դուր չի գալիս, երբ Աստված ուզում է և բարձրացնում է մեղավորին, կամ այն անձին, ով մեր աչքերում վատն է թվում։ Մենք մեզ տեսնում ենք ավելի արդար, և որ Աստված մեզ պետք է ընտրի, այլ ոչ թե այդ անարժան մեղավորին, ով անդադար սխալ է գործում, կամ որ մեղքի մեջ է ընկնում։ Այդ փաստը, այդ բանը բարկացնում էր փարիսեցիներին։ Հիմա գսենք, ով ոչ, մենք շատ կուզենք, որ բոլոր մեղավորները քան Հիսուսին և հանդիպում ունենանք։ Մենք փարիսեցիներու պես չենք։ Այո, Փառք Աստծուն։ Մենք միշտ կուզենք, որ մեղավորները քան և Աստված մեղավորներուն հանդիպի, բայց սիրելիներս, եւ որ երկու համար վեր ելնանք։ Գիտեք ինչ մեղավորի մասին էր խոսքը, որ Հիսուս որ մեկ մեղավորին դունը մտավ, Մատթեոսը մաքսավոր էր եւ Հիսուս Մատթեոսին դունը կացած էր։ Այո, այդ ժամանակ մեղավոր էր Մատթեոսը, բայց Մատթեոսը էր, Մատթեոսը Հիսուսի աշակերտն էր։ Մենք շատ ժամանակ մեր եկեղեցին մեջ, երբ որ կտեսնանք թիմացինին մեղքերը, քանի որ մոտ ենք իրարու, չէ, եւ երբ որ այդ մեղքեր տեսնանք, շատ ժամանակ արժանի չենք տեսնար մեր Մատթեոսներուն, Աստծո աշակերտներուն, որ իրենք բարձրանան, որ Աստված իրենց կբարձրացնե գոր։ Եվ դա փարիսեցիության արմատ է, որ մենք երբ որ տեսնում ենք մեր սիրելիները Աստծո հետ հանդիպում են ունենում կամ բարձրանում են, եւ մենք մեր մեջից ասում ենք, ոչ, նա արժանի չէ, ես ավելի արդար եմ, Աստված ինձ պետք է բարձրացնի։ Ամեն։ Եկեք հասկանանք, որ փարիսեցի բառը կնշանակի առանձնացված։ Երևի հենց իրենց անունին պատճառով է, որ իրենք առանձնացված իրենց մեջ կտեսնեն։ Իրենք ավելի լավն են, իրենք ասոնց պես չեն, իրենք միշտ իրենց առանձնացված կբահեն։ Եվ չմոռանանք, որ փարիսեցին աշխարհիկը չէր։ Փարիսեցին իրենք խոսքը շատ լավ գիտող, օրենքի ուսուցիչներ էին եւ խիստ կբահեին Աստծո պատվիրանները։ Աստծուն հետևող, Աստծո խոսքին հետևող մարդիկ են փարիսեցիները եւ ոչ թե աշխարհիկ։ Այսինքն եկեղեցվո մեջ են լինում փարիսեցի, այլ ոչ թե եկեղեցուց դուրս։ Հաջորդ գեդը, ուրեմն առաջին գեդը հասկացանք, ան է, որ գծցնե փարիսեցի ըլլալը, որ փարիսեցին չուզեր, որ իր կողքի Մատթեոսին, մեղավոր Մատթեոսին, Աստված բարձրացնե։
եւ իրենք ադիգա չեն սիրել։ Երկրորդ բանը, որ գուզեմ կարդալ, դա Մատթեոս 9:14-ն է։ Այդ ժամանակ Հովհաննեսի աշակերտները մոտեցան Հիսուսին ու ասացին. Ինչու մենք եւ փարիսեցիները հաճախ ենք ծոմ պահում, իսկ քո աշակերտները ծոմ չեն պահում։ Խոսքը տեսնանք համեմատություն փարիսեցիներու եւ Հիսուսի աշակերտներու մեջ։ Միշտ համեմատվում էին, ինչու մենք ասանք, դուք անանք չէ։ Հիմա համեմատությունները դարբեր գրնալալ, ով ինչով կհամեմատվի գոր ուրիշին հետ։ Մեկը գրնալալ լսե ես լավ գսորվեմ, մյուսը գրնալալ լսե ես ավելի մաքրասեր եմ, ես ավելի գոգիկ եմ, մյուսը գրնալալ լսե ես լավ ջաշ կեպեմ գոր, ամեն մեկը ինչով կհամեմատվի գոր ուրիշին հետ։ Ոս արդեն կտեսնանք, որ համեմատություն կա, ինչպես փարիսեցին ինքը միշտ կհամեմատվեր, որ ինքը լավն է, իսկ մյուսը ոչ։ Բայց միայն աշխարհիկ կամ երես բարդ բաներով չէ, որ մարդիկ կհամեմատվին։ Եվ իհարկե կա թաքնված համեմատություն, որը կարծում ենք, որ մեզ դարձնում է ավելի արդար եւ սուրբ։ Դա հոգեվոր համեմատությունն է։ Այսինքն, բացի աշխարհիկ եւ երևալի բաներեն համեմատվելու, մենք կսկսենք հոգեվոր բաներով համեմատվել։ Ես շատ ավելի սրբանում եմ, ես միշտ ապաշխարում եմ իմ մեղքերես, ես ավելի շատ հայտնություններ կունենամ, որ ասմեգը չէ, ես կծառայեմ, որ ասմեգը չի ծառայեր, որ այսինքն միշտ մենք մեզի կտեսնանք ավելին անող, ավելի լավը, իսկ մյուսը ոչ։ Ինչպես որ փարիսեցին ադաղոտ կգներ, ես ձոն կբահեմ գոր օրը շաբաթը ասկան անգամ, ես քո ամեն բադվիրաններ գնեմ գոր եւ աս մեղավոր չէ։ Քանի անգամ մենք նույն ցևով կտեսնանք մեր եկեղեցիի մույս անդամներուն, որ ես գնեմ, ես եմ, իսկ ասինչը ոչ։ Եվ շատ հետաքրքիր էր ինձի Աստված խոսեցավ ասոր հետ միասին, որ ես կուզեի գորքրել դեր Աստված ուրեմն ավելի լավ է մարդը հոգևոր բաներով համեմատվի, քան թե աշխարհիկ բաներով։ Ինչքան օրինակ հոգևորներ թեր աշխարհիկ բաներով կամ իրենց անուշիգությամբ կամ սորվելով կհամեմատվին է, ես քոնեմ հոգևոր բաներով։ Բայց սիրելիս երկուքնալ Աստծո արչև վիղծեն։ Ըլլա հոգևոր բանով համեմատվիլետ, ըլլա մարմնավոր բաներով համեմատվիլետ։ Եթե դու հոգևոր բանով կհամեմատվես, որ դու ավելի լավը չես, քան այն անձը, որ մարմնավոր բանով հբարտանագոր։ Գիտեք, փարիսեցիները ծոմը որ պահում էին, դա Աստծո խոսքն էր, Աստծոց առաջնորդված, առաջ չկար հարաբերություն, դա 1000-ից 1 էր լինում, Աստված ընտրում էր եւ հարաբերությունը լինում էր Մովսեսի, մարգարեների միջոցով։ Հիմնականում ժողովուրդը առաջնորդվում էր Աստծո խոսքի միջոցով, եւ փարիսեցիները հենց այդ ժողովուրդն էր, որոնք առաջնորդվում էին Աստծո խոսքով։ Եվ հենց դա էր խնդիրը փարիսեցիների, որ իրանք մտածում էին, որ իրանք առաջնորդվում են, ծոմ պահում են, իսկ դիմացինը ոչ։ Հասկանում եք, թե ուր եմ ուզում գալ, այդ պահվածքը, որ ես ավելի լավն եմ եւ միայն կառաջնորդվեն, երբ Աստված ասի, դա արդեն կրոնավոր բան է դառնում, հիմնվելով Աստծո միայն մի ճշմարտության վրա։ Մեղքից մեզ Աստված ազատելու ունի մի քանի միջոցներ։ Նույնպես մեզ հետ խոսելու համար Աստված նույնիսկ էշը օգտագործեց, որպեսզի խոսի համար Բահաղամի հետ։ Երբեմն մեր ներսի համառությունը եւ քարացած լինելն է, որ չի թողնում Աստծո ձայնը լսենք։ Աստված մեզ հետ կարող է խոսել եկեղեցու եւ հովվի միջոցով, բայց մեկը մենք ասում ենք, որ թող Աստված ասի դա։ Դա նման է այդ խորտակվող նավակին, գիտեք, չէ՞ այդ պատմությունը, որ խորտակվող նավակ է լինում, այդ մարդը աղոթում է Աստծուն եւ ասում է. «Տեր ինձ փրկիր ինձ»։ Հետո անցնում է փրկարար օգնությունը նավով եւ ասում է արի մենք քեզ այդ փրկարար օղակը ուղարկենք եւ փրկիր քեզ, չէ, Աստված ինձ թող Աստված ուղարկի։ Այդ մարդը անցնում է այդպես 2-3 խումբ անցնում են եւ առաջարկում են, որ օգնեն այդ խորտակվող նավակին, որպեսզի փրկի։ Ամեն։
Եվ այդպես մենք անդադ ասում ենք թող Աստված ասի եւ մերժում ենք մնացած բոլոր խոսքերը, որ մեզ գալիս են եկեղեցու միջոցով, մեր հովվի միջոցով ասելով, որ մենք Աստծուց ենք սպասում։ Այդ ժամանակ մենք նմանվում ենք այս խորտակվող նավակում նստող մարդուն, ով մերժում է բոլոր օգնությունները ասելով մենք Աստծուց ենք սպասում մեր օգնությունը։ Երբ որ մենք ասում ենք մենք Աստծուց ենք սպասում, որ Աստված խոսի մեզ այսինչ խնդիրի համար, դա նշանակում է, որ մենք արհամարհում ենք Աստծուն։ Ինչու՞, որովհետև Աստված չի խոսում մենակ մի ձևով, ինչպես եւ չի ազատում մենակ մի ձևով մեղքով։ Մեղքի ազատվելու շատ միջոցներ կան։ Մի անգամ դու ազատվում ես շնորհքով, մյուսը ազատվում ես խոստովանելով, մյուսը ազատվում ես հաղորդությունը ընդունելով, դու ունես շատ միջոցներ։ Ինչի՞ չենք ընդունում, որ Աստված խոսում է տարբեր միջոցներով։ Աստված հիմնական բայց խոսելու միջոցը դա հովվի միջոցով է, որովհետև Աստված է տվել հովվին, եւ Աստված ասում է, եթե իմ ուղարկողին չհավատաք, ինձ չհավատացիք։ Եվ որ մենք հովվի ասածը ընդունում ենք որպես երկրորդական խոսք, եւ չենք ասում, որ պետքա դրանից պլյուս դրան պետքա մենք Աստծուց ստանանք, դա արհամարհանք է Աստծուն, որովհետև Աստված ասում է, եթե իմ ուղարկողին դու չընդունեցիր ինձ։ Դրա համար մենք մտնում ենք նույն փարիսեցիական բանի մեջ, որ մենք ասում ենք մենք Աստծուց ենք առաջնորդվում, մենք գրքով ենք առաջնորդվում, մենք ծոմը պահում ենք, մենք էսի անում ենք, բայց իրականում դա փարիսեցիությունն է։ Կարդալու եմ Մատթեոս 9:34-ը, մտնելու ենք արդեն երրորդ կետ։ Իսկ փարիսեցիներն ասում էին. դևերի իշխանի միջոցով է դևերին հանում։ Ոնց կտեսնանք, որ Հիսուս հրաշք կրած էր եւ թիվահարին թևերեն ազատած էր եւ բոլորը հիացած էին եւ շատեր ապաշխարեցին, բայց փարիսեցիները դարձան ասին դևերի իշխանությունով է հանում։ Այսինքն կտեսնանք, որ փարիսեցիները պամփասկոտ են եւ ոչ մի լավ բան չեն գրնար ընդունել։ Մեգում հետ լավ բանը գլա, բայց իրենք կշարունակեն պամփասել եւ ասել ոչ, դա լման Աստուծմե չէ։ Ամեն Հաջորդ բանը, որ պիտի կարդամ, Մատթեոս 12:14-ն է։ Իսկ փարիսեցիները դուրս ելան ու նրա դեմ խորհրդակցեցին, թե ինչպես նրան կորստյան մատնեն։ Հիսուսը միշտ, երբ որ փարիսեցիներու հետ բախման էր գալիս, միշտ ուղում էր փարիսեցիներին, նրանց սիրտը, նրանց սրտի դիրքը, որովհետև իրենց հարցումները Հիսուսին փորձելու համար էր, իրենք ճիշտ սորվելու նպատակով չէ որ կհետևեին որ Հիսուսին, այլ իրենք իրենց փառքը կփնտրեին, միշտ համեմատության մեջ էին, որ իրենք երևնան, եւ Հիսուսը միշտ հանդիմաներ գոր։ Բայց փարիսեցիները այդ հանդիմանությունները եւ այդ շտկումները լավ չէին ընդուներ գոր եւ կփարգացներ գոր իրենց սիրտը, որ Հիսուս եկեր է իրենց կսե գոր սիրելիս սխալ է քո սիրտի դիրքը պետք է փոխես եւ իրենք այնքան որ փարգացած էին Հիսուսին վրա որ ուզեցին սպանել։ Ինչքան ժամանակ է որ մենք եւ որ մեզի գհանդիմանեն գսեն որ ասինչ բանը սխալ է ասինչ տեղը եւ փարգություն գոքա մեր ներսը եւ մենք կուզենք որ սպանենք բայց ոչ փարացի նորուխտի մեջ փարացիորեն չենք սպանում մեր մեջի չարություն է բխում բամբասանք է փոխում մենք ենք բարկանում այդ անձի նկատմամբ եւ դա արդեն սպանություն է երբ որ այդ անձը ուզում է գալ եւ մեզ հանդիմանել որպեսի փոխվենք Այնտեղ էլ ենք տեսնում, որ դա փարիսեցիական խմորն է, որովհետև փարիսեցիները չկարողացան այդ հանդիմանությունները ընդունել եւ դուրս եկան իրան Հիսուսին սպաննելու։ Հաջորդը կարդալու եմ Մատթեոս 15:12։ Այդ ժամանակ նրա աշակերտները մոտեցան եւ նրան ասացին. Գիտես, որ երբ փարիսեցիներն այդ խոսքը լսեցին, գայթակղվեցին։ Փարիսեցիները շատ շուտ եւ հեշտությամբ կարող են գայթակղվել քարոզված խոսքից։ Գիտեք ինչի վրա էին գայթակղվել այստեղ փարիսեցիները։ Մի քանի համար առաջ երթասն է Հիսուսը գխոսեր գոր ճիշտ ուտելու ցևին համար եւ գսեր գոր որ գերածը չէ որ քեզի պիտի բղձե այլ սիրդեդ ելածն է որ քեզի պիտի բղձե հին ուխտում քո գերածը քեզ բղծում էր Դա Աստծո խոսքն էր, չէ՞։ Հին ուխտում Աստված ասում է,
այս բաները մի կերեք, որովհետև դա բիղծ է համարվում եւ Աստված չի ընդունում։ Եվ փարիսեցիները ճիշտ էին եւ շուտ գայթակղվեցին։ Ինչու հիմա ասանք առաջ ասակ կսերգոր, հիմա ասանք կսերգոր եւ այդ քարոզչության փոփոխությունը միանգամից իրանց գայթակղեցրեց։ Սիրելիս, Աստծո խոսքը ամեն մի շրջանի համար տարբեր է։ Հինում դա օքեյ էր, մեր կյանքում էլ կարող է այստեղ Աստված մեզ սովորացնի լռել, հաջորդում Աստված սովորացնի խոսել, այն հաջորդում Աստված սովորացնի բարկանալ, այն հաջորդում լինել համեստ եւ լուռ։ Այսինքն մեր տարբեր շրջաններում Աստված մի խոսք ունի, իր խոսքը մեկը չէ ամբողջ շրջանի համար։ Հին ուխտում դա էր ճշմարիտ, հիմա նոր ուխտում դա է ճշմարիտ։ Մեր կյանքում էլ հիմա Աստված խոսում է այսինչ շնորհքի մասին, հաջորդը կարող է խոսի, որ քո գործերը կարևոր են, եւ դա չպետք է մեզ գայթակղեցնի, բայց փարիսեցիներին քարոզչության փոփոխությունը գայթակղեցնում էր։ Ամեն։ Հաջորդը կարդալու է Մատթեոս 16:6-ը։ Հիսուս նրանց ասաց. Տեսեք եւ զգուշացեք փարիսեցիների ու սադուկիցիների խմորից։ Փարիսեցիներն ու սադուկիցիները գրեթե նույնն են, ուղղակի սադուկիցիները չէին հավատում Հիսուսի երկրորդ գալստին եւ հրեշտակներին։ Բայց իրանք նույն խմբավորումն էին, իրանք երկու խմբավորումն էլ Աստծուն հետևում էր եւ Աստծո խոսքն էր անում եւ ուսուցիչներ էին։ Եվ Աստված ասում է իրանց խմորից, մի ուրիշ թարգմանության մեջ ես ինչքան գիտեմ թթխմորից ասում է Աստված զգուշացեք։ Այսինքն ինչու թթխմոր։ Թթխմորը ինչ է անում հացը, ուռացնում է։ Եթե մի բան, որ գալիս է մեր սրտում մեզ ուռացնելու, մեզ բարձրացնելու, դա արդեն փարիսեցիներից է։ Եվ դա հաց է։ Այսինքն դու հաց ես ուտում, սատանան գալիս է մի ստով, դու ավելի լավն ես այս ճշմարտությամբ, որ դու ավելի լավ ես կարդում, դու ավելի լավ հայտնություններ ունես, ավելի լավ ես քարոզում, այդ հայտնություններով գալիս է եւ քեզ ուռացնում է, եւ Աստված ասում է զգուշացեք, որ այդ հացը չուտեք։ Երբ որ գալիս է, ուղղակի մերժեք, ես մերժում եմ փարիսեցիների հացից օգտվելը։ Փառք Աստծուն, հաջորդը պիտի կարդամ Մատթեոս 23:5-ը։ Իրենց բոլոր գործերը մարդկանց ցույց տալու համար են կատարում։ Այսինքն, շատ ժամանակ տեսնում ենք, որ մենք ամեն ինչ անում ենք, որ մարդկանց ցույց տանք, որ մարդիկ մեզ օքեյ ասեն, որ մարդիկ մեզ գովան, որ մարդիկ ասեն, վայ, ապրի ինքը լավ մեղքերից է, կամ մենք հագնվում ենք, որ մարդիկ տեսնենք, մենք կոկիկ ենք ապրում, որ մարդիկ տեսնեն, չխոսան, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մարդիկ մեզ գնահատական տան եւ մարդիկ չխոսան մեր վրա վատը։ Երբեմն չենք հասկանում, թե ինչու ենք անում, ուղղակի անում ենք ամեն բան, որ մարդկանցից ստանանք գովասանք, որ մեզանից գոհ լինեն, մոռանում ենք, որ մենք Աստծո առաջ պետք է ապրենք։ Այո, մենք Աստծո առաջ պետք է ապրենք, ոչ թե որ մեր հովիվը մեզանից գոհ լինի, որ մենք աշխատենք, որ մեր հովիվը մեր լավ կողմերը տեսնի կամ ինչ որ մեկը, մենք մրցակցության մեջ չենք։ Մենք պետք է ապրենք եւ անենք այն ամեն ինչը, ինչպես Աստծո առաջ ենք անում եւ մեր համար իրոք բարձր լինի Աստծո գնահատականը մեզ, թե ոչ թե մեր շրջապատի կամ մեր կողակցի։ Եվ Աստված սովորեցնում է, որ քո կյանքը ծածուկում ապրես Աստծո առաջ, ծածուկում աղոթես, օգնես, սիրես եւ տաս, եւ Աստված հայտնապես քեզ կօրհնի դրա համար։ Ոչ թե որ մենք տանք, որպեսի տեսնեն, որ մենք տալիս ենք, ոչ թե որ մենք ծոմ պահենք, որպեսի տեսնենք, Աստված ասում է ծածուկում արա այս ամեն ինչը, իմ առջև արա։ Աստված ուզում է ինտիմ հարաբերություն ունենա քո հետ, ինքը եւ դու, մտերիմ։ Ուրիշ տեղ եմ օգտագործում։ Այո, ամեն։ Փառք Աստծուն։ Ինձ Օրալ Ռոբերտսի այդ բանը շատ իրականում օրհնություն եղավ, երբ որ Օրալ Ռոբերտսը պատմում էր, թե մի դաշնակահար ինչպես էր գնացել սովորել մի վարպետի մոտ եւ երբ որ նա նվագում էր բեմում բոլորը իրան ծափում էին, բայց իր հայացքը իր վարպետինն էր եւ նրան չէր հետաքրքրում մարդկանց ծափահարությունը, այլ որ վարպետը իրեն ասի դու լավ արեցիր, թե ոչ, մենք էլ պետք է մենք չնայենք մեզ քանի հոգի են նայում, կարող է այսօր երկուսն են նայում, կարող է հաջորդը 10 հոգի նայեն, կարող է ոչ մեկ չնայի, բայց մենք ապրենք մեր կյանքը Աստծուն հաճեցնելու համար եւ սպասենք Աստծո գնահատականը։
Չեմ կարդալու այս համարը, բայց Մատթեոս 23:6-9 Աստված խոսում է, թե ինչպես փարիսեցիները սիրում են առաջին աթոռները, բարևները, եւ որ իրանց ռաբբի են ասում, այսինքն շատ ժամանակ մենք սիրում ենք այդ փառքը ստանալ, այն հիմնականում գիտեք երբ ենք այն բանը, որ Աստված է գործել մեր մեջ, Աստված է մեզ մեղքից ազատել, բայց մենք դրանով այնքան ենք ուռում, որ կարծես մենք ենք դա արել, բայց մենք չենք, Աստված է մեզ ազատել այս մեղքից, Աստված է մեզ դրել այսինչ բանի մեջ, կամ ինչ որ մեկը կարող է իր արտաքինով հպարտանալ, կամ սովորելով, ինչով որ դու պարծենում ես, դա Աստծո շնորհն է, որ քո կյանքում կա, եւ ոնց որ մենք գողանանք Աստծո փառքից, Եփեսացիս 1:4-6 տեսեք ինչ ասում, ինչպես որ մեզ նրա միջոցով ընտրեց աշխարհի ստեղծումից առաջ, որպեսզի մենք սուրբ եւ անարատ լինենք նրա առաջ, սիրո մեջ, որպեսզի սուրբ եւ անարատ լինենք ինչու, որպեսզի գովերքվի նրա շնորհի փառքը, որ մեզ շնորհվեց իր սիրելի միջոցով, այսինքն գովերքվի նա եւ ոչ թե դու։ Մենք երբ որ մեզ ենք վերցնում այդ փառքը, որ մենք դե ուզեցինք, որ փրկվենք, չէ՞, մենք ուզեցինք, որ ավելի սուրբ կյանքը մտանք կամ անում ենք, բայց ոչ, դա Աստծո շնորհն էր։ Ամեն։ Ամեն, Մատթեոս 23:13-15 կարդամ, բայց վայ ձեզ գեղձավորներիդ, դպիրներիդ եւ փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ, դուք չեք մտնում եւ փափագողներին էլ թույլ չեք տալիս մտնել։ Մենք չենք կարողանում ինչ-որ օրհնության հասնենք, երբ որ ինչ-որ մեկը ուզում է հասնել դրան եւ հասնում է, շատ ժամանակ նեղվում ենք դրանից եւ չենք ուզում, որ ինքը հասնի մեզանից առաջ, գոնե մենք այնտեղ լինենք, հետո նոր ինքը կա, բայց ոչ, եթե ինչ-որ մեկը գալիս եւ անցնում է մեզ, դա արդեն մեզ ինչ-որ երկմտանքի եւ տխրության մեջ է գցում։ Վայ ձեզ կեղծավորներիդ, դպիրներիդ եւ փարիսեցիներիդ, որ որբևայրիների ունեցածն եք ուտում եւ ցուցադրաբար երկար աղոթում եք, դրա համար խստորեն եք պատժվելու։ Այսինքն եկեղեցու գանձանակը եւ փարիսեցիների ձեռքն էր եւ ամեն մեկը ինչ որ լումա ուներ այնտեղ, պետքա տային աղքատներին կամ որբևայրիներին եւ իրանք ինչ որ մեկին որ պատկանող բանը չէին տալիս եւ դա արդեն փարիսեցիություն էր, որ իրենք իրենց ունեցվածքը իրենց էին պահում։ Վայ ձեզ կեղծավորներիդ, դպիրներիդ եւ փարիսեցիներիդ, որ ծովով ու ցամաքով շրջում եք, որպեսի մեկին նորահավատ դարձնեք, ու երբ ստացվում է նրան, ձեզանից կրկնապատիկ ավելի գեհենի որդի եք դարձնում։ Մենք անում ենք ամեն բան, որ ինչ որ մեկը ապաշխարի, բայց հենց ապաշխարում գալիս է, մենք չենք հոգ տանում այդ մարդու մասին, ու ավելի վատն ենք դարձնում։ Մենք չենք կարողանում իր մեղքերը տեսնում ենք ամի անգամից բրթում ենք, որ չէ, սրան չենք կարողանում, ուրիշ մեկը թող լինի եւ իրան գեհենի ավելի վատն ենք դարձնում, որովհետեւ այդ մարդը տեսնում է, որ այդ մարդը իր մասին հոգ չի տանում, այդ սիրտը չունի, որ իրան սիրի, ինչպիսին էլ որ ինքը կա, հաստատ լավ բանով դուրս չի գալու եկեղեցուց։ 25-ից 27 Վայ ձեզ կեղծավորներիդ, դպիրներիդ եւ փարիսեցիներից, որ մաքրում եք բաժակի ու ափսեի դրսի կողմը, բայց ներսից լի են հափշտակությամբ ու անժուշկալությամբ։ Դրսից մենք ցույց ենք տալիս, սուրբ ենք, դրսից մենք հպարտանում ենք մեր արտաքինով, մեր ամեն ինչով, բայց ներսից հտած ենք, անժուշկալությամբ, մենք չենք կարողանում մենք մեզ զսպենք։ Ամեն, հաջորդը կույր փարիսեցիներ, նախ բաժակի ու ափսեի ներսը մաքրիր, որպեսի դուրսի կողմն էլ մաքուր լինի։ Կյանքը գալիս է ներսից, հետո նոր դուրս, ոչ թե դրսից ներս։ Ամեն։ Վայ ձեզ կեղծավորներիդ, դպիրներիդ եւ փարիսեցիներիդ, որ նման եք ծեփած գերեզմանների, որոնք արտաքուստ գեղեցիկ են երևում, բայց ներսից լի են մեռելների ոսկորներով, ամեն տեսակի պղծությամբ։ Չլինենք փարիսեցիների նման, որ դրսից արտաքինով ցույց տանք, որ մենք լավն ենք, մենք սուրբ ենք, բայց ներսում իրականում այդպես չէ։ Եվ միակ բանը իրականում դեղը, որ Աստված տալիս է այս տեսակի փարիսեցությունից ազատվելու, դա սա է։ Եվ ձեզանից ամենամեծը թող ձեր սպասավորը լինի, ով իր անձը բարձրացնե, գխոնարեցվի, եւ ով իր անձը խոնարեցնե, գբարձրացվի։ Այսինքն սպասավորության մեջ է, որ մենք պիտի սովորենք Աստծո խոնարհությունը։ Դու ուզում ես մեծ լինես, դու ուզում ես երևաս, օքեյ, ասում է, սպասավորություն արա։
Այսինքն ինչով որ դու լավ ես մտածում ես, այսինչ բանի մեջ ես լավ եմ, դա նրա համար չի, որ դու հպարտանաս դրանով բարձրանաս, այլ նրա համար է, որ ինչ որ մեկը եթե դրա մեջ թերանում է, քո լավ կողմը այդ մյուսի թերությունը սպասավորությունն անի եւ օգնի, որ այդ մեկն էլ դրա մեջ բարձրանա։ Եթե ինչ որ մի բանի մեջ տկար ես եւ տեսնում ես ինչ որ մեկը դրա մեջ ուժեղ է, գնա եւ օգնություն խնդրի, ասա խնդրում եմ ինձ օգնիր այսինչ բանում ես ուժեղանամ, որովհետեւ ես այստեղ տկար եմ։ Սպասավորություն երբ որ անում ես Աստծուն ծառայելու համար, Աստված այնտեղ քեզ կսովորեցնի խոնարեցնես։ Այո, եթե մենք մեր անձերը չխոնարեցնենք, եթե մենք ուզենանք մեր անձերը սենց բարձրացնենք եւ ցույց տանք մենք ենք որ ենք, Աստված ասում է կխոնարեցնի։ Այսինքն իրականում շատ ավելի վատ է, եթե Աստվածը խոնարեցնելու մեր անձերը, գիտեք, ավելի խայտարակություն ենք ապրում, ավելի երևալի լինում։ Դրա համար մենք ինքնակամ, ինչպես Հիսուսն ասում, ես ինքնակամ իմ անձը դնում եմ, ոչ մեկ իմ անձը չի կարող։ Մենք ինքնակամ մեր անձը դնենք, թող ոչ մեկ չտեսնի, թող ոչ մեկ չհասկանա ես ինչքան եմ աղոթել ինչ որ մեկի համար, որ ես ինչքան սուրբ եմ, որ իմ գործերը ինչքան լավն են։ Ամեն։ Փառք Աստծուն, որ Աստված ցույց է տալիս, որպեսզի մաքրի իր սիրելի եկեղեցին եւ իր խմորը։ Մատթեոս 7:21-ից 23-ը չեմ կարդալու, այնտեղ ասում է ինձ Տեր են ասում, ինձ հավատում են, դևեր են հանում, բայց ես իրանց չեմ ճանաչում։ Այսինքն Աստծուն գալը այսպես նվիրվելը, այդ ամեն ինչը անելը չի, որ Աստծուն պետքա մենք շահենք կամ ինչ որ փառքի արժանանանք, այլ եկեք մեր փարեսությունը թողենք։ Իրոք թողենք մեր անձերը, խոնարեցնենք մեր անձերը, որպեսզի Աստծուց սովորենք, որովհետև Աստված ասում, սովորեք ինձանից, որ ես հեզ եմ եւ սրտով խոնար։ Ամեն։ Ղուկաս 9:23-ից 25-ը ասում է. Եվ բոլորին ասում էր, եթե մեկը ուզում է իմ հետևից գալ, թող իր անձը ուրանա, ամեն օր իր խաչը առնե ու իմ հետևից գա, որովհետև ով ցանկանա իր անձը փրկել, այն կկորցնի, իսկ ով ինձ համար իր անձը կորցնի, նա այն կփրկի։ Քանի որ մարդու համար ինչ օգուտ է այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի կամ վնասվի։ Մենք շատ ժամանակ այնքան ենք պահում մեր անձերը, չէ, ասիգա չերթա մեր մեջ են, կամ մեր լավն է, կամ իմ բարիությունս, իմ հինքս է, իմ արժեքս է, իմ բարիությունս, իմ արդակինս, իմ արժեքս է, իմ ասինչս, իմ արժեքս է։ Մի բան քո մեջ, որ քեզ արժևորում ես դրանով, մի բան քո մեջ, որ դու քեզ առանց դրա անարժան ես տեսնում, Աստված ասում է թող։ Դա չի քեզ արժեքավոր դարձնում, ինչ որ մի բան, որ քո մեջ կա, որ քեզ ավելի արժեքավոր է դարձնում, քան ուրիշը, դա կարա լինի, չգիտեմ, ինչ որ մեկը իր ավտոյով կարող է ավելի արժևորվել, ինչ որ մեկը իր տնով, ինչ որ մեկը հոգևոր մի պարգևով կամ բարիությամբ կամ որևէ բանով կամ որ ինքը առատաձեռն է, քան ուրիշը, այս ամեն ինչը ասում Աստված թող եւ իմ հետևից արի։ Քո խաչը ուրացի, քո անձը մի փորձի փրկել, վայ իմ լավությունը մի տար ինձանից, իմ արժեքը մի վերցրու ինձանից, ասու, այդպես քո անձն ես փրկում, իսկ ով իր անձը իմ համար կորցնի, նա այն կփրկի։ Ես կորցնում եմ, ես ամեն արժեք, որ իմ մեջ կա, ասում եմ, չկա իմ մեջ ոչ մի արժեք։ Ամբողջ կորցնում եմ, այդ ժամանակ դու քո անձը կփրկես, բայց եթե դու կախվում ես քո անձի արժեքներից, դու այդ ժամանակ կորցնելու ես իրականում քո անձը։ Եվ վերջապես, եթե աշակերտներին նայում ենք, աշակերտները հետևում էին Հիսուսին։ Ուղղակի Հիսուս որտեղ էր գնում, նրանք իր հետևից էին գնում։ Փարիսեցիներն էլ էին գնում, բայց աշակերտները այնքան Հիսուսից սովորելու համար, այնքան միամիտ էին, այնքան հանգիստ էին, իրանք չէին փորձում լավը Երևան, իրանք կարողա բոլորի առաջել շաբաթ օրը չպահեին կամ հացը ձեռքերը լվալով չուտեին, իրանք պետք չէր մարդկանց արչև իրանք Երևան, իրանք այնքան ապահով էին Հիսուսի մոտ, որ իրանք թույլ են տալիս, որպեսզի ազատ լինեն, թեկուզ եւ մեղք են գործում, իրանք չէին մտնում մի կաղապարի մեջ, որ մենք Սուրբ Հիսուսի աշակերտներն ենք, իրանք ազատ էին եւ չէին սպասում, որ մարդկանց գովասանքին, այլ Հիսուսին էին հետևում, Հիսուսի համար էին կռիվ անում, թե ով Հիսուսի սիրտը պետք է շահի, այլ ոչ թե իրանց անձերի համար։ Իհարկե, աշակերտների մոտ էլ եղավ մի պահ, որ Հիսուսը խոսում էր խաչելության մասին, իսկ իրանք իրար մեջ կռիվ էին անում, ով է մեծը, այդ ամենավատ պահին, եւ Հիսուսը նորից սովորացնում էր,
խոնարեցրու քո անձը։ Մեկը մյուսին սպասավորություն թող անի։ Եթե ուզում ես մեծ լինես, սպասավորությունը այնտեղ է լինելու քո բանալին, որ դու ազատվես քո անձը բարձրացնելու այդ ցանկությունից։ Մեր անձերը տանք Աստծուն եւ ապրենք Հիսուսի համար, այլ ոչ թե մարդկանց համար, մեր անձերը բարձրացնելու համար։ Ամեն